Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում Բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ Ինչպես են ընտրական գործընթացները դառնում տեղեկատվական սպառնալիքների թիրախ, ինչ գործիքակազմ է օգտագործվում տեղեկատվական պատերազմներում եւ ինչպես կարող ենք դիմակայել դրանց, այսօր այս հարցերը կքննարկենք տեղեկատվական անվտանգության եւ մեդիայի փորձագետ Արտուր Պապյանի հետ։ Շատ շնորհակալ եմ, որ հրավեր ընդունեցիք։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, տեղեկատվական անվտանգությունից գրեթե ամեն օր ենք խոսում եւ արդարացիորեն, քանի որ կյանքի տարբեր ոլորտներին է սա վերաբերվում, սկսած մեր առօրյա անձնական տվյալների պաշտպանությունից մինչև ընդհուպ ընտրություններ եւ աշխարհաքաղաքական հարցեր եւ տարբեր երկրներում աշխարհի ընդունված է արդեն խոսել ընտրություններից առաջ եւ հետո տարբեր միջամտությունների մասին, տեղեկատվական մանիպուլյացիաների մասին, տեղեկատվական գրոհների մասին, այդ ամենը նաև նորություն չէ մեր համար, կարծում եմ։ Կուզեմ սկսենք մեր զրույցը նրանից, թե 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ինչ եք տեսնում այսօր մեր մեդիա դաշտում եւ առհասարակ մեր շուրջ տեղեկատվական միջավայրում, ինչ հիմնական սպառնալիքներ կարող ենք ունենալ ընտրություններին ընդառաջ մեր համատեքստում։ Տեսեք, ընտրությունների համատեքստում շատ կարևոր է տեղեկատվությունը, որովհետև մեծ հաշվով ընտրողները ընտրատեղամաս գնալիս իրենց որոշումները կայացնելիս հիմնվում են հենց տեղեկատվության վրա։ Այսինքն, եթե իրենք ունեն հստակ տեղեկատվություն, թե որ քաղաքական ուժը ինչ է անում, ինչ շահեր կան, իրենք ինչի մասին են որոշումներ կայացնում, ըստ այդմ էլ քննարկում են, ավելին ընտրողների քվեարկությունն էլ գեներացնում է տեղեկատվություն պետության հետագա կենսագործունեության համար, այսինքն եթե մարդիկ ընտրեցին այս կամ այն ուժին, դա հիմք է տալիս պնդելու հաջորդ 4-5 տարվա, որ այ մեր պետությունը այսպես պետք է շարժվի, որտեվ տվյալ քաղաքական ուժի կուրսն է տարել։ Հիմա բնական է, որ բոլոր ընտրություններում ներգրաված բոլոր գործող անձինք շահագրգիռ են այդ տեղեկատվությունը մանիպուլացնելու։ Ամեն մի քաղաքական կուրս, կուսակցություն, ամեն մի քաղաքական ուժ, ամեն մի տնտեսական ուժ նույնիսկ շահագրգիռ է այդ ինֆորմացիան մանիպուլացնել, որովհետև դրա արդյունքում ինքը իմանալու է հաջորդ 4-5 տարին ընտրությունից հետո ինչ է լինելու իր կյանքում, հա։ Մեծ շահեր կան, հսկայական փողեր եւ զարմանալի չէ, որ բոլորը ամեն կերպ փորձում են ներազդել սրա վրա։ Դա նորմալ է, երբ ընտրություններին ընդառաջ, ընտրությունների կոնտեքստում ընդդիմությունը, իշխանությունը իրար են մեղադրում, նույնիսկ նորմալ է, երբ ինչ-որ ստեր են լինում։ Դա այդպես էլ պիտի լինի, դա կյանքի իրականություն է եւ ընտրողներն էլ պիտի սովորեն կարդալ տողատակերը, գնան նայեն այդ կուսակցության նախորդ կյանքի պատմությունը եւ հասկանան ինքը նախկինում էլի ստել է կամ ճիշտ ասել, թե ոչ, այսինքն սա դինամիկ process է։ Պրոբլեմները սկսվում են այնտեղ, երբ այս տեղեկատվական դաշտին սկսում են խառնվել դրսի գործոնները, հա։ Այստեղ մենք արդեն խոսում ենք արտաքին ինֆորմացիոն միջամտության մանիպուլյացիաների մասին, որը արդեն կարելի է դիտարկել որպես երկրի ներքին գործերի խառնվել, այնպես որ ես կուզենայի մենք հստակ սահմանենք, այն ինչ որ ներքին ակտորներն են անում, ներքին ուժերն են անում, դրա հետ մենք շատ գործ չունենք, դա արվում է եւ դա տրվում է վաճառքի եւ նույնիսկ լավ է երբ որ մեկը սուտ է ասում ընտրողներն էլ կարող են նայել ու ասել հո քեզ չեմ ընտրում, որովհետեւ դու ստում ես, մենք արդեն գիտենք քո մասին։ Մեր խնդիրն այն է, որպեսզի դրսի ուժերը չներազդեն քո ընտրական դաշտի վրա։ Ու այստեղ պատմությունը սկսվում է իրականում 2016 թվականից, երբ Միացյալ Նահանգների ընտրություններում մենք տեսանք շատ լուրջ միջամտություն Ռուսաստանի կողմից։ Այսինքն ինչ եղավ։ Ռուսաստանյան հաքերները կոտրեցին դեմոկրատական կուսակցության ներքին փաստաթղթաշրջանառությունների շուրջ տվյալներ արտահոսք կազմակերպեցին, նաև օգտագործելով WikiLeaks-ը, հա։ Նրանք զգալի ռեսուրսներ գեներացրեցին, երբ որ ստեղծում են մեծ թվով կեղծ սայթեր, որոնք Facebook-ում ինֆորմացիա են գեներացնում, եւ հենց այդ ժամանակ էլ որ սկիզբ առավ մի պատմություն, որ կոչվում է fake news, հա, փաստերի ստուգում եւ այս ամբողջ պատմությունը, որտեվ մարդիկ տեսան, որ ցայների աննշան տարբերությամբ, հա, Դոնալդ Թրամփը իրական հաղթեց եւ շատերի համար պարզ էր, որ եթե ընտրությունների ընթացքում չլիներ արտաքին միջամտությունը
կար շատ մեծ հավանականություն, որ մենք այլ արդյունք կունենայինք։ Եվ Միացյալ Նահանգները գերտերություն, որ համարում է, որ ինքը պետք է ամեն ինչ ասի, պարզվեց, որ այնտեղ ամեն ինչ ասում են մի բուռ խակերներ, հա, հասկանալի է։ Հիմա այս պատմությունը սկսեց ավելի ու ավելի զարգանալ։ Հիմա բոլոր պետություններն էլ ընտրություններին ընդառաջ շատ վախենում են հենց այս մանիպուլյացիայից, որտեղ կա տառը փորձը։ Հայաստանի դեպքում էլ մենք ինչ որ նման դիտարկումներ տեսել ենք, ես ասում եմ, Հայաստանում շատ ծանր եղել 2021 թվականը, օրինակի համար, երբ մենք ունեինք եւ ներքին չափազանց լարված իրավիճակ, ընդդիմություն եւ այլն, եւ նաեւ տեսնում էինք տարբեր տիպի մանիպուլյացիաներ, երբ որ ընտրությունների նախաշեմի, դրանից առաջ ու հետո էլ Ադրբեջանն հերթական ռազմական ինչ-որ մի գործողություն կամ հայտարարություն անում, որը բնականաբար արդեն երկրի ներքին, հա, տեղեկատվական դաշտում շահագործվում էր։ Անցած տարվանից սկսած շատ հաճախ Ռուսաստանից շատ բարձր մակարդակով այդպիսի հայտարարություններ են սկսում։ Այսինքն, երբ օրինակ Միացյալ Նահանգներին մի փոքր այլ պատմություն է, շատ կոնկրետ տնտեսական, թիմ եւ այլն, Թրամփ ուզում է Նոբելյան մրցանակակիր դառնալ եւ այլն, իր մոտիվացիաները այլ են, բայց այ Ռուսաստանի դեպքում մենք տեսնում ենք կոնկրետ կծոցիներ Հայաստանի իշխանությունների ուղղությամբ, իսկ ներքին քաղաքական դինամիկային հետևողները շատ լավ հասկանում են։ Ռուսաստանը այսօր մեր տնտեսական ամենամեծ առանցքային գործընկերն է։ Ռուսաստանը շոշափելի տեր ունի երկրի անվտանգության հարցում, բազա ունի, ինքնաթիռներ ունի Երևանում։ Պարզ է, չէ, որ նման գործընկերը երբ հարվածում է իշխանությունների դեմ, հա, իշխանությունների մասին ինչ-որ մի վատ քննադատական խոսք է ասում, դա անպայման գործիքայնացվելու է ընտրությունների կոնտեքստում, այսինքն ընդդիմությունը ասելու է, որ այ տեսեք մեր ամենամեծ տնտեսական գործընկերը, մեր անվտանգության երաշխավորը այս իշխանություններին չի սիրում, հետևաբար լավ կլինի այս իշխանությունները չլինեն։ Այսինքն միակ հասկանալի է նաև, որ Ռուսաստանի իշխանությունները շատ լավ պատկերացնում են իրենց ունեցած կշիռն ու դերը եւ շարունակում են նույնիսկ չնայած նրան, որ Հայաստանի իշխանությունները այս մասին բողոքում են, հայտարարությունով պատասխան հանդես են գալիս, այսինքն մենք տեսնում ենք, որ ընտրությունների կոնտեքստում այս բազմաթիվ դերակատարների մեջ արդեն սկսել է առանձնանալ այս ընտրությունների կոնտեքստում հակասությունը Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ։ Ընդ որում ինքը միայն տեղեկատվական չէ, այլ ինքը իր դրսևորումներն ունենում է արտաքին քաղաքական, ներքին քաղաքական իրավիճակներում, իր այլ դրսևորումներ էլ կան, երբ օրինակ ինչ որ բեռնատարներ կարող է սահմանին կանգնեցվեն եւ դա ուղեկցվի տեղեկատվական հաջորդ քայլով, որ այ տեսեք, եթե Հայաստանի իշխանությունները ավելի լավ հարաբերություններ ունենային Ռուսաստանի իշխանությունների հետ, հայաստանյան բեռնատարները այդքան չէին կանգնի եւ օրինակ տեսեք Ղազախստանի բեռնատարները չեն կանգնում, որովհետեւ ավելի լավ հարաբերություններ ունեն։ Եվ պարզ է, որ այս ամեն ինչ իրարից առանձնացնել շատ դժվար է, բայց մենք հստակ գործ ունենք տեղեկատվական ինչ որ մի մանիպուլյացիայի հետ, որը ուղեկցվում է իրական կյանքում զարգացումներով եւ դա այսօր ընդունված է կոչել հիբրիդային, հա, ձևակերպմամբ։ Իհարկե մոտորերս այս վերջին շաբաթներին այս հիբրիդային բառը արդեն ծաղրուծանակի թեմա է դարձել, որը շատ ցավալի է, որովհետեւ մարդիկ պիտի հասկանան, որ իրականում նման դրսևորումներ կան։ Եվ եթե դու դա անտեսում ես, ստացվում է, որ որևէ երկրի ղեկավար կարող է թելադրել քո քաղաքացիներին, թե դու ում պիտի գնաս ընտրես ընտրություններում։ Եվ նույնիսկ չեզոքացնում է շատ այլ խնդիրներ։ Մեկ այլ բացասական բան էլ կա, որ Ռուսաստանի նման վարքագիծը Հայաստանի իշխանություններին դնում է այսպես կոչված պաշտպանական ռեժիմի դեմ մեջ, եւ նրանք սկսում են ինչ որ դեպքերում անտեսել, հա, ասում են, որ մենք դրսից սպառնալիք ունենք եւ սկսում են արդեն նույնիսկ ինչ որ դեպքերում պաշտպանական այսպիսի դիրքավորվել, որ ինչ անենք ճիշտ ենք անում, որտեվ սա մեր ներքին գործիքը չի, սա դրսից մարտահրավեր է, իսկ պարզ է, որ պետության առանցքային ֆունկցիաներից մեկը դրսի մարտահրավերներից պաշտպանվելն է եւ պաշտպանության, անվտանգության հետ կապված հարցերում շատ հաճախ իշխանությունները ունեն այսպես իրենց ձեռքերը ազատվում են եւ կարող են շատ ավելի ազատ գործել եւ սա իր հերթին շատ ավելի վատ է անդրադառնում ընդհանուր տեղեկատվական դաշտի վրա, ընդհանուր քաղաքական դաշտի վրա, իշխանությունները սկսում են բոլորին կասկածել լրտեսը լինելու մեջ, հա, ընդդիմությունը սկսում է իշխանություններին մեղադրել, որ այ չեք կարող լավ դիվանագիտություն վարել, ռուսների հետ յոլա չեք գնում, ավելին մի վատ բան էլ է ձևավորվում, որ
ռուսների այս մանիպուլյացիայի հետևանքով ընդդիմությունը այլ շանս չի ունենում, ընդդիմությունը ստիպված է բոլոր ընդդիմադիրները ստիպված են ասել, որ այ մենք Ռուսաստանի հետ լավ կլինենք։ Սա իր հերթին էլի մի խոշոր խնդիր է առաջացնում, որ երբ դու սկսում ես միանշանակ հայտարարել, որ քո հարաբերությունները լավ կլինեն Ռուսաստանի հետ, դա սկսում է խնդիրներ հարուցել մյուս բոլոր գործընկերների հետ, Եվրամիության, Միացյալ Նահանգների, նույնիսկ Ադրբեջանի, որովհետև գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ու Ռուսաստանը այս վերջին շրջանում նույնպես շատ ողերին բարեկամություն ունեն։ Այսինքն ինչ-որ դեպքերում կարող են կոորդինացնել, նույնիսկ միասին հայերին խփել, բայց իրենց մեջ էլ որոշակի խնդիրներ կան։ Պարզ ասած, այս ընտրությունների կոնտեքստում մենք այսպիսի բարդ մի համաձուլվածքի մեջ ենք եւ Հայաստանի քաղաքացիների համար էլ շատ դժվար է լինելու հասկանալ ինչ անել եւ նաեւ դրսի գործընկերների համար էլ է շատ դժվար հասկանալ ինչ անել։ Պարոն Պապյան, դուք նշեցիք հիմնականում խոսքը գնում է նրա մասին, որ կարելի ասել իրական իրադարձությունները ուռճացված ներկայացվում են եւ մենք բոլորս արդեն գիտենք ալգորիթմները ոնց են աշխատում, ինչ որ մի նորություն, որը շատ արագ տարածվում է, որ այդքան էլ մեծ կարևորություն չունի, բայց կարևորություն է դրան տրվում, ուռճացվում է, բոլորին հասնում է եւ ազդեցությունը ուժեղանում է։ Բայց մյուս կողմից մենք նաեւ ունենք ակնհայտ այլ գործիքակազմ, օրինակ, այդ նույն fake, հա, կեղծ լուրեր, հիմա արհեստական բանականություն ունենք, չգիտեմ, նույնիսկ հա կարելի է կեղծել մարդու խոսքը, մարդու տեսքը, դեմքը եւ ամեն ինչ, այսինքն մենք ունենք նաեւ նրան զուգահեռ, որ կա իրականություն, որը ուռճացված ներկայացում է կամ տարբեր իրենց հարմար կողմերից է ներկայացվում, նաեւ ունենք ակնհայտ կեղծ լուրեր եւ կեղծ ինֆորմացիա, դրա օրինակներ շատ ենք տեսնում այս օրերին եւ ինչ որ քայլեր անում ենք դրանից պաշտպանվելու համար։ Տեսեք, ինչ որ օրինակների մասին արդեն խոսեցինք, Հայաստանի իշխանությունները եւ սա արդեն հնչում է ավելի շատ ռուս պրոպագանդիստների կողմից, որ Հայաստանի իշխանությունները անտեսում են հայաստանյան ավանդական արժեքները, սրա ֆոնին ներկայացվում է այս թեզը, որ առհասարակ աշխարհով է տարվում, որ Ռուսաստանը ավանդական արժեքների երաշխավորն է, որ ինքը սրբազան հռոմեական կայսրության շարունակությունն է եւ ինքը երրորդ ոնց որ օրթոդոքս ուղղափառ այս ուղղությամբ եկեղեցական ճատագովն է ու տանողն է, ներկայացվում է, որ եւ այդ ուղղությամբ ռուսները աշխատում են նաեւ Եվրամիության, օրինակ աճ ավանդապաշտ ու նույնիսկ ծայրահեղական ուժերի հետ եւ կուլտիվացնում են, այսինքն այս թեմաները ընդգծում են։ Նաեւ տրվում են թեմաներ, որ օրինակ Հայաստանի իշխանությունները, այսպես ասած, կառավարվում են սորոսականների կողմից, իսկ ովքեր չգիտեն կոնտեքստը, նույնիսկ չգիտեն երևի, որ Ջորջ Սորոսը առհասարակ իր հիմնադրամը հանձնել է իր որդուն, առհասարակ որևէ բանով չի զբաղվում, որդին էլ ուղղությունը լրիվ շուռ է տվել եւ առհասարակ գրասենյակները Սորոսի փակվել են ամբողջ արևելյան Եվրոպայում, ինքը ինչ որ մի փորձում է օգնության ծրագրեր անել հումանիտար կարծեմ Աֆրիկայում։ Դա հավաքական այսպես պիտակ է, հա։ Հա, նույնիսկ բոլոր գրասենյակները, բոլոր փակվել դուրս են եկել, որևէ ծրագիր չկա, բայց այս թեման շարունակական շարքում են, որ այս թեման կա 18 թվականից եւ այս շահարկման ժամանակ շատ օգտակար է լինում, երբ որ երկարաժամկետ ինչ որ թեզեր վերցվում օգտագործվում են, հա, ասենք մենք գիտենք հայտնի fake-ը, երբ որ շրջանառվել է լուսանկար, որ իբր Փաշինյանը Դավոսում հանդիպել է Ջորջ Սորոսի հետ, ամենածիծաղելին այդ պատմության մեջ այն էր, որ Դավոսում իբր այդ հանդիպման ժամանակ հյուրասենյակի պատին էլ Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարն էր փակցված, ես երկար հռհռում էի դրա վրա, այսինքն Դավոսում հյուրանոցի պատին Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարն է փաթաթված, հա, պարզ է, որ դրանից այս վերջին շրջանում ԿՊ-ի եւ ՀԱԿ-ի հա միջև հարաբերությունները զգալիորեն սառել են եւ հավանաբար այդպիսի բան այժմ չի լինի, բայց ժամանակին նաեւ այսպիսի ներկայացումներ կար, որ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, շարունակում է սկիզբ, այսպիսի ուղղություններ ենք տեսնում։ Ինչ ենք տեսնում այս տարիներին, այս անվտանգության թեմայի շահարկումը պարբերաբար, ընդ որում ասեմ ձեզ, դա այդքան էլ մեծ չափազանցություն չի։
իրականում Ռուսաստանը շատ մեծ դեր ունի Հայաստանի անվտանգության ապահովման մեջ, չնայած նաև շատ մեծ դեր ունի Հայաստանի անվտանգությունը հարամելու մեջ, մեծ հաշվով, այսինքն մենք տեսել ենք, որ ինքը տարիներ շարունակ ասել է բան լինի ես կպաշտպանեմ, երբ որ առիթ եկավ, ինքը չպաշտպանեց եւ մեծ հարված ստացավ նաև իմիջային։ Բայց ամեն դեպքում ինքը ծանրակշիռ ներկայություն ունի, ինքը ունի ռազմական բազաներ, ինքը ունի, չգիտեմ, այս շոշափելի տնտեսական ներկայություն, ինքը ունի ենթակառուցվածքային մեծ ներկայություն։ Առհասարակ չի կարելի թերագնահատել, հա, թե ինչքան մեծ կշիռ ազդեցություն ունի եւ Ռուսաստանի հետ ցանկացած իշխանություն, ցանկացած ընդդիմություն պիտի աշխատի, այլ ճար չկա։ Հիմա սա է ավանդական արժեքները, որ Հայաստանի այս իշխանությունները անտեսում են հայերի շահերը, առհասարակ իրենք ինչ-որ գլոբալիստներ են, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ են, այս թեզերը շարունակվում են։ Այս թեզերի մեջ էլ, տեսեք, ապա տեղեկատվություն ստեղծողները միշտ փորձում են ճշմարտության ինչ-որ տարրեր մտցնել։ Այո, այս իշխանությունները հայտարարում են, որ իրենք ուզում են միջազգային հանրության հետ ինտեգրվել, լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, ընդունվել է ի վերջո բանաձև, հա, այսինքն վերցում է ճշմարտության տարրը, մի փոքր չափազանցվում է, բայց սկսում է արդեն ու անտեսվում են դրա հակակշռող բոլոր փաստարկները։ Այսինքն աբսոլյուտի է հասցում, որ այ եվրոպական ուղղություն են որտեղգրվում եւ անտեսվում են փաստը, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ում, շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, գնում է, ասում եմ, մայիսի 9-ին կանգնում է Պուտինի կողքին։ Այս բոլորը անտեսվում է եւ միայն շեշտում է մի ուղղություն, այսինքն սա այդքան էլ ապատեղեկատվություն չի, ինչքան մանիպուլյացիա, այսինքն ասում ես մենակ այնքանը, ինչքան որ պետք է օգտակար է քո կոնկրետ շահի տեսակետից։ Մոտապես այս ուղղությամբ է գնում։ Մենք նաև տեսնում ենք, որ սա զուգորդվում է այս պահին արդեն այս տարվանից, հա, հաքերային ինչ-որ հարձակումներով, օրինակ տեսել ենք կար կիբերվոլկ, հա, այս խմբավորումներ ինչ-որ հայտարարում, որ հարձակումներ է անում հայաստանյան կառույցների վրա, Ռուսաստանի ժողովրդական կիբերբանակներ ինչ-որ հարձակումներ անում, սրանք փաստագրված դեպքեր են։ Հետո մենք տեսանք ֆիշինգային հետաշքիր հայտարարություններ, օրինակ անվտանգության ու քաղաքագետների ուղղությամբ, հա, օրինակ WhatsApp-ով ինչ-որ հարձակումների շարքեր, երբ իրենց ուղարկվում էր իբր Microsoft Word-ի ֆայլ, որի մեջ գրած էր, որ այստեղ թաքցված տեղեկատվությունը կոճակը սեղմեք բացվի, այսինքն ինքը նույնպես տեղեկատվական գրող է։ Եթե սեղմում էին, համակարգչի մեջ շպրտվում էր հատուկ դրոպեր ծրագիր, որը հետո արդեն բերելու էր իր պոչը տոնական ծրագիրը։ Եվ տեսել ենք նաև օրինակ Եվրամիության դեսպանի անունով կեղծ սիգնալի օգտահաշիվ էին սարքել եւ ուղարկել էին տասնյակ քաղաքասարակության առաջնորդների, ղեկավարների առաջարկելով, որ այ գրանցվեք, որպեսզի հատուկ կոնֆերանսի մասնակցեք։ Մենք ուսումնասիրել էինք օրինակ գրանցված դեպքերի մեկը մեր թիմով եւ տեսնում ենք, որ եթե մարդը սեղմում է հղումը, ավտորիզացիա է անցնում, այդ իր համակարգիչը մտցվում է Microsoft-ի դոմեյնի մեջ եւ հերվից արդեն կարող են իր համակարգիչ մուտք ստանալ։ Ընդ որում մենք հենց սկզբում արձանագրեցինք, որ մուտքը փորձ է արվել անել երկու տեղից՝ Զելենոգրադից եւ Նյու Յորքից։ Այսինքն սա նույնպես կարևոր է հասկանալ, որ երբ դուք ինձ հարցնում եք կոնկրետ օրինակներ, այդ օրինակները շատ բարդ է, դու չես կարող միանշանակ պնդել, որ սա ռուսներն էին, թե ամերիկացիները։ Ամերիկացիներն էին կամ ռուսներն էին, ինչ իմանաս, այսինքն այս ապացուցումը կիբերտիրույթում, տեղեկատվական տիրույթում միշտ պրոբլեմատիկ է, որովհետև դու արդեն մեծ քանակի գործիքակազմ կա եւ ի վերջո դու քո աչքերով երբեք այդպես էլ չես տեսնի էկրանի հետևում ով է նստած։ Պարոն Պապյան, հիմա հետաքրքիր է խոսենք դրա մասին, թե մեր դիմակայունությունը ոնց է այս պահին այդ բոլոր հարձակումներին կամ սպառնալիքներին, ակնհայտ է, որ ամեն ինչից եւ իդեալականորեն պաշտպանվել անհնար է, բայց ես նկատեցի, որ վերջին մի քանի շաբաթ առաջ մենք կիբերանվտանգության մասին օրենք ընդունեցինք ազգային ժողովում, նախ կուզեի մի քիչ դրա մասին պատմեք մեզ, այդ ինչ օրենք է եւ մեզ ինչ է դա տալու։ Ու նաեւ մենք նաեւ տեսանք էլի վերջին մի քանի շաբաթներին, որ Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին օժանդակել ընտրական փուլում, այս նորից այս
ապա տեղեկատվության եւ հիբրիդային պատերազմին հակազդելու հարցում այս գործիքակազմը ինչա եւ ինչքանով է դա օգնելու մեզ խուսափել կարևոր չի որ բևեռից եկող Ռուսաստանից, Ամերիկայից, չգիտեմ, հարևաններից, թե ավելի հեռավոր երկրներից եկող սպառնալիքներին դիմակայելու հարցում։ Կիբերանվտանգության օրենքը իրականում ցկցկվեց դրա ընդունումը եւ ինքը որևէ կերպ հավանաբար չի կապվում ուղղակիորեն ընտրությունների հետ։ Մեզ վաղուց պետք էր կիբերանվտանգության մասին օրենք, որը կկարգավորեր այս նոր իրողությունների պայմաններում երկրի կենսագործունեություն բազմաթիվ պահադրիչներ։ 2020 թվականի պատերազմի օրերին մենք տեսանք, որ Հայաստանի ենթակառուցվածքը Ադրբեջանի նկատմամբ շատ խիստ խոցելի է։ Մեր քաղաքացիների անձնական տվյալները աչուձախ կոտրվում, փռվում էին ինտերնետներում, կայքերը տասնյակներով արգելափակվում էին, չէին աշխատում, կրիտիկական ենթակառուցվածքների ուղղությամբ էին հարձակումներ լինում եւ կիբերանվտանգության օրենքը մշակման մեջ էր արդեն երևի 3 տարի ես ինքս մի քանի անգամ կոնսուլտացիաների եմ մասնակցել, ինչ-որ կարծիքներ ենք ներկայացրել եւ շատ լավ է այդ օրենքը ընդունվեց, ընդհանրում շատ լավ է որ հիմա ընդունվեց, որովհետեւ եթե էլի չընդունվեր, դա ցկցկվելու էր մնար եւս մի 2 տարի, որտեղ նոր ընտրություններ, նոր խորհրդարան եւ այլն։ Մեծ հաշվով այդ օրենքը կարգավորում է պետության հարաբերությունները երկրի կարևոր ենթակառուցվածքային կազմակերպությունների, ընկերությունների հետ եւ ասվում է, որ եթե դու կարևոր խոշոր ենթակառուցվածքային միավոր ես, դու պարտավոր ես որոշակի չափանիշների համապատասխանել, պաշտպանել քո ներքին կառուցվածքը եւ նաեւ պետությանը իրավունք է վերապահում որոշակի ստուգումներ անել, չափումներ անել, ինչ որ տեղերում նույնիսկ մասնակցել, հա, որովհետեւ նույնիսկ այսօր երբեմն ասում են պետությունը ինչի էս չի անում, պետությունը ինչի են չի անում, չի գալի պաշտպանում։ Պիտի մենք հասկանանք, հա։ Խնդիրը այդ չէ, դեք, պետություն շատ բան կարող անել, բայց պետությունը իրականում իրավունք ունի անել մենակ այն, ինչ սահմանված է օրենքով։ Ինքնագլխություն պիտի չանի, այսինքն ենթադրենք ես ինչ որ ընկերություն եմ, որը Հայաստանի համար շատ կարևոր ծառայություն եմ մատուցում, դիցուկ ինտերնետ եմ մատուցում ենթադրենք, ու իմ ցանցում անդադ ինչ որ մի բան է։ Պետությունը ուզում է օգնի, ուզում է միջամտի, բայց ինքը այս մինչև այս բանը օրենքով իրավունք չուներ, որովհետեւ մասնավոր տարածք էր այդ ընկերության տարածքն էր, հա։ Մաքսիմում կարող է ինչ որ լիցենզիայի ձեռքեր կամ զգուշացներ։ Այսօր այս նոր օրենքով պետությունը ինչ որ հնարավորություններ է ստանում կրիտիկական ենթակառուցվածք ներկայացող այդ ընկերություններից պահանջել անվտանգության հստակ չափանիշներ, ստուգել, որ այդ չափանիշները պաշտպանվել եւ նաեւ ծայրահեղ դեպքերում, եթե խնդիր է, հարձակում է ու չի վերացվում, պետության նաեւ լծակներ են վերապահվում գնալ այնտեղ այդ խնդիրները լուծելու։ Ընդհանրում դրա հետ կապված նաեւ մենք մեծ վերապահումներ ունեինք, անձամբ ես համարում էի, որ դա կարող է չարաշահումների տեղիք տա եւ դիմադրում էի շատ դեպքերում, ասում էի, որ օրինակ հեռուստատեսությունը կրիտիկական ենթակառուցվածք է թե ոչ։ Սահմանված են այդ ինչ որ բաներ սահմանված են եւ ելի եմ ասում մենք իդեալական օրենք չունենք։ Այդ օրենքի հետ կապված դեռ բազմաթիվ խնդիրներ կան, ուղղակի գոնե ես իմ գործընկերները մեր թիմը համարեցինք, որ այս պահին ավելի լավ է ինչ որ օրենք ունենանք, հետո աշխատենք դրա լավարկման ուղղությամբ, քան դե շարունակենք դիմադրել, հա։ Բայց ասում եմ, այդտեղ լուրջ խնդիրներ կային, որ կարող են չարաշահումների տեղիք էլ տային։ Ամեն դեպքում մենք ունենք օրենք, որը քիչ թե շատ պաշտպանելու է երկրի կրիտիկական ենթակառուցվածքները, եւ ինչով է դա առնչվում ընտրությունների հետ, սա է պետք հասկանալ։ Տեսեք, ենթադրենք ընտրությունների օրը ինչ որ մի ընտրատեղամասում էլեկտրականությունը անջատվում է 2 ժամով։ Դա անմիջապես դառնալու է շահարկումների թեմա եւ կասկածի տակ է տնելու ընտրությունների ամբողջ ընթացքը։ Ենթադրենք ինչ որ 100 տեղամասում այդ տեսախցիկները չեն աշխատում կամ լույսը մարվում է բոլոր տեղամասում։ Հասկանալի չէ, որ կրիտիկական ենթակառուցվածքը կարող է իր գոյությամբ, իր խափանումներով կասկածի տակ դնել ամբողջ այդ ընտրական գործընթացը։ Այնպես որ կիբերանվտանգության մեծ հաշվով օրենքի դերը նշանակությունը քիչ թե շատ կարող է այս կտրվածքով դիտարկվել, բայց օրենքը այնքան ուշ է ընդունվել եւ ես նույնիսկ վստահ չեմ ինքը կհասցնի մինչեւ ընտրությունները լիարժեք գործարկվել։ Ամեն դեպքում լավ քայլ է, քայլ առաջ է։ Այնպես որ ես դա, այսպես ասած, լավ բան է ունեցանք, բայց
դնենք կողքի, որտեղ մենք չգիտենք նույնիսկ թե ինչքանով արագ ինքը իր դրույթներ ուժի մեջ կմտնեն, այնտեղ պիտի դեռ ստեղծվի ինքնավար մարմին, որը պիտի գա այդ վերահսկողության լծակները ստանձնի, չափանիշներ սահմանի, այնպես որ սա հավանաբար չի ազդելու ընտրությունների վրա։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, Եվրամիության հայտարարած օգնությանը, տեսեք, մենք նաև պիտի հասկանանք, որ ինչպես որ մեզ մոտ քաղաքականություն է, Եվրամիությունում, Ռուսաստանում ամեն տեղ էլ քաղաքական գործիչներ կան, որոնք էլ իրենց հերթին իրենց թեմաներն են առաջ տանում։ Գաղտնիք չէ, որ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, դա ինչու՞ չէ, նույնիսկ Ռուսաստանը տարիներ շարունակ տարբեր տիպի օգնություն են տրամադրել Հայաստանին, հա։ Այդ օգնությունը երբեմն հայտարարվում է, երբեմն այդ օգնությունը լինում է ուղղակի press release-ի մակարդակով։ Այս դեպքում դա շատ բարձրաձայն հայտարարվեց, եւ ես դա նույնիսկ ինչ-որ առումով վնասակար եմ համարում։ Բայց մյուս կողմից Եվրամիությանի ինչ-ինչ պաշտոնյաներ էլ ուզում էին ցույց տալ, որ այ մենք էլ ինչ-որ մի բան ենք անում, իրենք էլ իրենց ներքին տարածքում PR-վելու համար, հա, բարձ ասեմ։ Եվ այսօր կա այսպիսի փաստ, որ Եվրամիությունը հայտարարել է, ընդդիմությունն էլ ամբողջ ուժով հիմա պնդում է, որ եվրոպացիներն էլ եք տեսեք միջամտում մեր ներքին գործերի մեջ։ Բայց ռեալ օգուտ այդ համագործակցությունից մենք կարող ենք ունենալ, այսինքն գետնի վրա մենք պետություն ենք, որտեղ լիքը խնդիրներ կան, հա, օրինակ կարողությունների մասով, ընտրությունները համապետական, դա հսկայական միջոցառում է, այնտեղ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ են ներգրավված։ Իրենք վերապատրաստման կարիք ունեն, տեխնիկա-տնտեսական բազայի թարմացման կարիքներ կան, սկսած նրանից, որ այդ ընտրատեղամասում ինչ տեխնիկա է դրված, ոնց է կապված ինտերնետին, դա ծախսատար մեծ օպերացիա է եւ այնտեղ ցանկացած օգնություն պետք է ողջունել։ Ընդ որում սա օգնություն է, այսինքն օգնությունը այն է, երբ որ դու տեսնում ես ինչ կարիքներ կան, քննարկում ես գործընկերների հետ, այս դեպքում օգնությունը որքան գիտեմ, քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ եւ մեծ մասը ուղղվելու է հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրությունների կազմակերպման ուղղությամբ։ Սահմանված են թափանցիկորեն պայմանները, թե օգնությունը ուր է գնում, ինչու եւ այլն, հա, այս ուղղությամբ։ Որոշակի նաեւ լինելու է օգնություն տեղեկատվական աջակցության, ապա տեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ եւ որքան ես հասկացա գոնե հայտարարված press release-ից, նաեւ որոշակի մոնիտորինգային գործիքներ են տրվելու Հայաստանի իշխանություններին, որպեսզի կարողանան դիտարկել թե սոցցանցերում, Telegram-ներում, TikTok-ներում ինչ է կատարվում եւ կարողանան այդ տրենդները վերլուծել, դա համադրել գետնի վրա եղած իրավիճակի հետ, որովհետեւ ի վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ պիտի հայտարարի։ Արդյոք տեղեկատվական դաշտում, արդյոք գետնի վրա ամեն ինչ բոլոր հավասար պայմանները ապահովվել են, որպեսզի մենք համարենք, որ այս ընտրությունները արդար են անցել։ Դա ԿՀ-ի ֆունկցիան է։ Այդ ֆունկցիան այսօրվա առցանց սոցցանցային պայմանում չափազանց դժվար է անել, որովհետև դու չես կարող 10,000 Telegram կամ TikTok ալիքների հետևել, որովհետև պետք է 10,000 մարդ տնես դրանցով զբաղվի։ Եվ այս առումով ինչ որ գործիքակազմի տրամադրումը տեղեկատվական դաշտի մոնիտորինգի շատ ողջունելի պիտի լինի։ Շատ շնորհակալ եմ, պարոն Պապյան, ցավոք մեր ժամանակը սպառվեց, բայց վերջի հարցը պիտի տամ, որը բոլորին եմ տալիս եւ բլից ռեժիմով կխնդրեմ պատասխանեք։ Ձեր կարծիքով ինչու է կարևոր, գուցե կարևոր չի, բայց ինչու է կարևոր, որ մարդիկ 26 թվականի հունիսի 7-ին, եթե չեմ սխալվում, գնան եւ մասնակցեն ընտրություններին, առհասարակ ընտրություններին, բայց հատկապես 2026-ին։ Ընտրություններին առհասարակ պիտի մասնակցեն, որpիսի մենք իմանանք ինչ է լինելու մեր ճակատագիրը, հա։ Տեսեք, նույնիսկ ես ժամանակին, երբ մեր մոտ խոսում էր այն մասին, որ ազատ արդար ընտրություններ չէին, համարում էի, որ մարդիկ միևնույն է պիտի գնան մասնակցեն ընտրությունների, որpիսի նույնիսկ եթե ընտրությունները կեղծվում են այս կամ այն քաղաքական ուժի կողմից, այդ քաղաքական ուժը ինքը ներքուստ կիմանա, որ կեղծել է եւ ինքը այդ ուղղությամբ չունի քարտ պլանշ։ Հիմա մեզ պետք է, որպեսզի մենք հստակ, դա ամենամեծ սոցհարցումն է, որ հնարավոր է, հստակ իմանանք մեր ժողովուրդը ինչ է ուզում իր երկրից։ Եվ դրա անելու ամենաճիշտ, ամենալավ ճանապարհը սա է, 1։
Երկրորդ, այս ընտրություններին պետք է գնալ, որովհետև եթե դուք ընտրություններին չեք գնում, ընտրությունները գողացվում են։ Մեր ընտրական համակարգը, մեր պետական կառուցվածքը այսօր ցավոք այնպիսին է, ինչը ես չեմ ողջունում, որ եթե դուք ընտրությունների չեք գնում, ձեր ձայնը վերաբաժանվում է քիչ թե շատ ձայն ստացածների միջև։ Այսինքն, եթե դուք այս կամ այն ուժին կողմ եք, դեմ եք, եթե դուք չեք գնում, դուք ուղղակի օգնում եք նրանց, ում համար ում դեմ եք, անուղղակիորեն։ Եվ կոնկրետ այս ընտրությունները շատ կարևոր են 26 թվականի, որովհետև այսօր մենք հսկայական ընտրություն ունենք անելու երկրի հետագա զարգացման ուղղությունների մասին եւ առաջնահերթությունների։ Ես արդեն խոսեցի այդ մասին, կա հսկայական ինչ-որ դիալեկտիկա, որ արդյոք Հայաստանը պահում է այս կուրսը, թե գնում են դիմադիրների առաջարկած կուրսով, որոնց բոլոր մեծ մասը խոսում են այն մասին, որ շուր տալ Ռուսաստանի հետ հարաբերություններ բարելավել եւ այլն եւ այլն։ Ինձ համար իրական շատ էական չէ այս պահին, այսինքն մենք քարոզ չենք անելու։ Ինձ համար նույնիսկ որպես մասնագետի շատ հետաքրքիր է։ Ի վերջո, ինչ է ուզում այս մեր ժողովուրդը, որpիսի ես էլ իմ համար հասկանամ այս երկրում ես ոնց եմ իմ կյանքը, իմ ապագան կառուցում, հա, որովհետեւ ես իսկապես ուզում եմ հասկանամ, մենք ինչ երկիր ենք ու ուր ենք գնալու։ Շատ շնորհակալ եմ, պարոն Պապյան, շատ հետաքրքիր զրույցի համար, նաև առիթից օգտվելով ձեր տոները գալիք, շնորհավոր, ուրախ եւ առողջ եւ բարեկեցիկ տարի մեզ բոլորիս եւ հաջող ընտրություններ։ Ես էլ ձեզ եմ մաղթում, ձեզ եւ մեր ժողովրդին բարեկեցիկ, խաղաղ, արդար տարի։ Շնորհակալություն։